Նայիրիտի աշխատակիցները մոտ 500 ստորագրությամբ նամակով պատրաստվում են դիմել դատախազություն, պահանջելով պարզել ինչի վրա է գործարանի ղեկավարությունը ծախսել 35 միլիոն դոլար վարկը։ Եթե հանկարծ կտանեն սննկացման, մենք ուրեմն այդ գործը կվերսկսենք, անպայման կբացենք, կդիմենք դատախազություն, որպեսզի այդ գումարները շորթողները, այդ միլիոնավոր դոլարներ, որ կորել են, ու այդպես էլ չեն կարողանում գտնել, որպեսզի դա անպայման բացահայտվի։ Այս մասին այսօր հայտարարում էին Նայիրիտի նախկին աշխատակիցներն, ովքեր մշտապես մասնակցում են Նայիրիտի գործով դատավարությանը։ Հայաստանի էլեկտրական ցանցերը Նայիրիտից պահանջում է էլեկտրաէներգիայի կուտակված պարտքը, սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են։ Դատական գործընթացին ակնթեթ հետևող աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործարանը սնանկացման են տանում։ Նայիրիտի փաստաբան Արմեն Աբովյանն այլ պատճառ է նշում։ Հաշտության համաձայնության եզրեր գտնելու բանակցությունները դեռևս շարունակվում են։ Եվ խնդրեցինք դատարանին, որպեսզի հետաձգի գործի քննությունը։ Ինչ է ենթադրում հաշտության համաձայնագիրը։ Դա հաշտության համաձայնագիրը մի շարք դրույթներ է պարունակում, դեռևս պատրաստ չի իհարկե, կողմերը դեռևս բանակցում են։ Դեռ 2009 գործարանին հատկացված 35 միլիոն դոլար վարկը նպատակային չի ծախսվել, հաստատում է նաև Նայիրիտի 2005-ից 7 թվականների տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Ինչի համար 35 միլիոն դոլարը, որ ներդրվեց Նայիրիտում, չուղղվեց Նայիրիտի վերազինման համար, որից ընդամենը 1 ամիս հետո եղավ Նայիրիտի պայթյուն, որտեղ 4 զոհ ունեցան, այլ ուղղվեց տարբեր ընկերությունների պարտավորությունների մարմանը։ Հարցի պատասխանն ասում է դատախազությունը պետք է տա։ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել էր վարկային գիծ, որի 35 միլիոն դոլարը կառավարությունն իր հերթին հատկացրել էր Նայիրիտին։ Իսրայելը հետևություն է անում, հենց կառավարությունը պետք է լիներ առաջին պահանջատերը։ 35 միլիոն դոլարից 22 միլիոն դոլար գնաց դանիական ինչ-որ ֆինանսական խումբի պարտքի մարմանը, 8 միլիոն դոլար գնաց Rhinovel ընկերության պարտքի մարմանը եւ մոտ շուրջ 5 միլիոն դոլար էլ մարվել է Նայիրիտի պարտավորությունները ցանցի, գազի եւ աշխատավարձի գծով։ Նայիրիտցիները լիահույս են, որ հետևողական պայքարի շնորհիվ մեղավորները պատժվելու են։ Որ աշխատավարձները կարացալ ենք ստանանք, սա էլ կանենք։